Աստված շատ օրհնի ձեզ, եղբայրները լավ հիմք են պատրաստել խոսալու համար, այն ինչ որ կա սրտիս մեջ, հավատում եմ շատ կարևոր է։ Արմենի խոսքը կշարունակեմ, բայց այն ինչ որ կասեմ, հենց Արամի խոսքի հետ կապված, որ մենք այդ հիմքը մեր կյանքի մեջ ամեն օրվա մեջ պետք է ունենանք։ Եթե մարդը ամբողջությամբ Աստծո մարդը, ամբողջությամբ կախված չի Աստծուց, ինքը կորցնում է լիքը բաներ։ Մի շատ ծանոթ տեղից պետք է սկսեմ, բայց մինչև սկսելը նախաբանի պես մի քանի բան ուզում եմ ասեմ։ Ժորդ հավատում եմ, որ մեր եկեղեցի գալը, մեր փրկությունը, որ Տերը մեզի փրկել է, նպատակ ունի։ Ու այն ամեն ինչ որ մեր ականջները լսում է, կարևոր է որ լսածը գնա մեր սրտի մեջ ու պտուղ տա, ճիշտ է։ Թե չէ մեր կյանքում կատարվելու է Եսայի մարգարեությունը, որ ասում էր լսելով պիտի լսեք ու պիտի չիմանաք, կամ միտք չառնեք, կամ չլսեք։ Այսինքն ուզում ասեմ, որ այն ինչ որ մենք լսում ենք նպատակ ունի։ Ես իմ պատգամի վերնագիրը դրել եմ որպեսզի Տերը հավանի։ Հիմա ուղիղ ասեմ, հետո կանցնեմ հիմնական մտքին այն ինչ որ պետք է ասեմ։ Այն ինչ որ դու լսում ես, Աստծո ակնկալիքը իմ ու քո համար հետևյալն է, որ ինչ որ լսում ես դարձնես քո համար սեփականություն, կյանք, ընթացք, որպեսզի Տիրոջը հաճելի դառնաս։ Գիտեք, մենք մի տեղ ենք հիմա այս ժամանակների մեջ, որ եկեղեցի գալ գնալը շատերի համար վերջնական արդյունք է։ Բայց ուզում եմ մի բան ասեմ, եկեղեցի գալը այն առաջին քայլերն է, որ Տերը դրանից հետո ուզում է, որ մենք անենք։ Մի հատ հատված եմ ուզում նայենք իրար հետ, շատ ծանոթ տեղ է։ Առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ, հենց առաջի համարից։ Չեմ ուզում, որ չիմացողի պես լինեք, եղբայրներ, որ մեր հայրերը բոլորն էլ անպիտակ էին, եւ ամենքն էլ ծովով անցան, եւ ամենքն էլ Մովսեսով մկրտվեցին ամպի եւ ծովի մեջ, եւ ամենքն էլ նույն հոգեվոր կերակուրը կերան, եւ ամենքն էլ նույն հոգեվոր խմելիքը խմեցին, որովհետեւ խմում էին այն հոգեվոր վեմից, որ նրանց հետ գնում էր, եւ այն վեմը Քրիստոսն էր։ Բայց նրանցից շատերին չհավանեց Աստված, նրա համար անապատի մեջ փռված ընկան, եւ այն բաները մեզի օրինակ եղան, որպեսզի չար բաների չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։ Կշարունակենք, բայց մինչև այդ ուզում եմ այս հատվածի վրա մի քանի բան ասեմ։ Ժորդ մեզանից ամեն մեկը, ամեն կիրակի, որ գալիս է եկեղեցի, գալիս է հոգևոր կերակուրը ուտելու ու հոգևոր խմելիքը խմելու, ճիշտ է թե չէ։ Հիմա մենք որ ուտում ենք ու խմում ենք, նպատակը որն է, որ ինչ լինի, որ մեր ներսը հանգստացնենք, մենք ասենք դե այսօր էլ ես մի բան լսեցի կամ չգիտեմ, իմ ներսը հանգստացավ։ Աստծո նպատակը իմ ու քո համար ուրիշ է։ Ստեղ ասում է բոլորը ովքեր որ Եգիպտոսից դուրս եկան, ուզում եմ այդ հատվածը նորից շեշտեմ։ Ասում է բոլորը անպիտակ էին, ամենքը ծովով անցան, ամենքը Մովսեսով մկրտվեցին ամպի եւ ծովի մեջ, եւ ամենքը նույն հոգեվոր կերակուրը կերան, եւ ամենքը նույն հոգեվոր խմելիքը խմեցին։ Ու մեկ էլ ասում է, բայց Աստված շատերին չհավանեց։ Այսինքն բոլորը նույն ընթացքի մեջ էին, բոլորը նույն Աստծո ներկայության մեջ էին, ամեն օր Աստված իրանց կյանքի մեջ հրաշք էր անում։ Ես ինչքան հասկացել եմ, ուղիղ մի տարի է տևե այն ընթացքը, այն հրաշքների 10 հրաշքները, որ Եգիպտոսից դուրս եկավ Իսրայելի ժողովուրդը։ Ու դրանց հետո, երբ որ իրանք ծովով անցան, անապատի մեջ ամենօրյա կտրվածքով իրանց կյանքի մեջ հրաշք կար։ Տեր իր փառքը ամեն օր ցույց էր տալիս։ Ժողովուրդ, այս նույն բանը մեր կյանքում ամեն օր կատարվում է։
Արամը երբ որ ասում էր երեխու բժշկության հետ կապված, եթե ես այսօր սկսեմ ստեղից խոսալ, թե Տերը մեր կյանքում ինչեր է արել, երևի կմնանք այսօր ստե։ Մեր կյանքում Աստված այնքան բաներ արել, այնքան հրաշքներ արել։ Մենք այդ Աստծո ամպի մեջ ապրելով մենք իր հրաշքներն ու նշանները տեսնում ենք։ Ինքը ամեն անգամ մեզի կերակրում է, ամեն անգամ մեզի լցնում է իր ջրերով։ Բայց մի վտանգավոր բան կա։ Գիտեք, մարդու կյանքում գալիս է մի ընթացք, որ ամեն բան դառնում է սովորական։ Երբ որ մարդու համար ամեն բան դառնում է սովորական, Աստծո խոսքն էլ է դառնում, Աստծո խոսքը լսելն էլ է դառնում սովորական։ Երկրպագությունն էլ է դառնում սովորական, ու սա վտանգավոր բան է։ Նայեք, ժողովուրդը բացարձակ Աստծո փառքն ու ներկայությունը տենում էր։ Հրաշքները ամեն օր տենում էր։ Բայց մեկ էլ ով որ այս հատվածը կարդացել է, 5 մեղքի մասին է գրած, թե ինչ կատարվեց իրանց հետ։ Առաջին ասում է չար բաներ սկսեցին ցանկանալ։ Շուտ չեմ ուզում, որ այս 5 մեղքի մասին խոսամ։ Այս հարցը մենակ այս մեղքերը չի։ Իմ համար գիտեք ինչն է բանը։ Մարդը երբ է, որ հրաշքը իր առաջ Աստծո խոսքի մեջ ինչ է գրված, եթե մենք նայենք գրած է ամեն օր Տերը ցերեկը ամպիսյունով, գիշերը կրակի սյունով իրանց արջևից գնում էր, ճիշտ է։ Այսինքն բացարձակ մարդիկ իրանց աչքերով տեսնում էին Տիրոջ փառքը, չէ՞։ Ու մեկ էլ նայում ես տենում ես մարդը դրանից հետո սկսում է չար բաներ ցանկանալ, կռապաշտություն անել, պոռնկության մեջ մտնել, տրտնջալ, գրած է Քրիստոսին չփորձենք, այս 5 մեղքերն եմ ասում։ Ոնց է լինումը տենց, մենք եկեք մտածենք էլի մի բան։ Նոր Արմենը, որ ասում էր Աստծո արդար դատաստանի մասին։ Գուցե շատերը նայեն ասեն, խի էլի, Տեր քո սեփական ժողովուրդը, դու դարեր պահել ես, ու մեկ էլ հանել ես անապատով, որ պետք է տանես խոստացված երկիր, ու մեկ էլ գրված է, որ 23,000 հոգի մի օրվա մեջ մեռան։ Տեր, բա ուր է քո արդարությունը։ Այստեղ է երևում Տիրոջ արդարությունը։ Տեր ինչքան էլ բարի է, ինչքան էլ սուրբ է, բայց ինքը արդար Աստված է։ Նայեք ժողովուրդ, այն ինչ որ ասում եմ, մենք ամեն օր ուտում ենք այս հոգևոր կերակուրները։ Ամեն օր խմում ենք այս հոգևոր խմելիքը, ու Աստված ակնկալիք ունի։ Ինքը նայում է մեզ ու ուզում է տեսնի, որ մենք այն ինչ որ ուտում ենք ու խմում ենք, դրա համապատասխան քայլենք ու ապրենք։ Տերը մեզանից ուրիշ ոչ մի բան չի պահանջում, որտեվ երբ որ մենք հենվում ենք Աստծո խոսքի վրա, մեր կյանքը կարա փոխվի։ Երբ որ մենք դարձնում ենք այս խոսքը մեր համար որպես սեփականություն, որպես կյանք, ու եթե շարունակությունը կարդանք, այդ 5 մեղքերը ասեցի, 10-րդ համայնք կարդամ լավ, եւ մի տրտնջացեք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին ու սատակչից ջարդվեցին։ Բայց այս բոլոր բաները իբրև օրինակ էին պատահում նրանց, իսկ մեզի, քանի որ դարերի վերջը հասավ, խրատ լինելու համար գրվեց։ Ուսի նա որ կհամարի թե հաստատուն կանգնած է, թող զգուշ մնա որ չընկնի։ Ձեզի մարդկային փորձունից զատ ուրիշ մի բան չի պատահել, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողի, որ ձեր կարողությունից ավել փորձվեք, հապա փորձության հետ ազատության միջոց էլ պիտի տա, որպեսզի կարող լինեք համբերել։ Բայց այս բոլոր բաները իբրև օրինակ էին պատահում նրանց, իսկ մեզի, քանի որ դարերի վերջը հասավ, խրատ լինելու համար է գրվել։ Մենք հասել ենք դարերի վերջին։ Ու այս ինչ որ գրվել է, չի գրվել որպես ինֆորմացիա մենք ընդունենք, որ մենք պատմությանը լավ ծանոթանանք, թե ինչ կատարվեց Իսրայելի ժողովրդի հետ։ Սա գրվել է իմ ու քո զգուշանալու համար, որովհետև Տերը ամեն կիրակի, ամեն 5 շաբթի, ստեղ միկրոյում, չորեքշաբթի ռայկոմում, ամեն աղոթքների ժամանակ Տերը մեզ կերակրում ու խմցնում է, որ ինչ լինի,
որ ուղակի ես չգիտեմ, շարունակեմ ես նույն ընթացքով գնամ գամ, թե ես իմ մեջ հասկանամ, այն ինչով Տերը, որ ինչ որ մատուցում է ինձ, դրա մեջ նպատակ կա, որպես ես իրան հաճելի լինեմ։ Վերևի համարում ուզում ես համարը նորից շեշտեմ, ասում է, բայց նրանցից շատերին չհավանեց։ Սրա հականիշը որն է, Տերը ուզում է, որ մեզանից ամեն մեկին հավանի։ Ուզում է, որ մենք այն դիրքի մեջ լինենք, որ ինքը նայի ու տենա, որ իր ժողովուրդը այն ինչ որ վերցնում է, դրա մեջ սկսում է ապրել։ Ովքեր որ պատգամ են փոխանցում, ովքեր որ այդ ծառայության մեջ են, իրանք շատ լավ իրանք էլ կարան սրա մասին վկայեն։ Օրինակ, երբ որ արտավազդախբերն ինձ ասում է պետքա պատգամ փոխանցես, այդ ամբողջ շաբաթը իմ մեջ մեծ լարվածություն է։ Այդ ամբողջ շաբաթը աղոթում եմ, ասում եմ, Տեր, քո ժողովրդի առաջ պիտի կանգնեմ։ Տեր, այն համապատասխան բանը տուր, որ քո ժողովուրդը վերցնի, կերակրվի, զորանա ու առաջ եթա։ Ու ես հավատում եմ, ստեղից խոսված խոսքերը Աստծուց գալիս են մեր կյանքերի մեջ նպատակի համար, որ ես ու դու զորանանք ու Աստծու աչքին ավելի հաճելի մեկը դառնանք։ Ես չեմ հավատում, որ ստեղ կա որևիցե մեկը, որ հարցնեմ, ասեմ, ուզում ես Աստծուն հաճելի չլինես, ու մարդը դրական պատասխան տա։ Հավատում եմ, մեզանից ամեն մեկը ուզում է, որ Աստծո ընդունելությանը արժանանա։ Մեզանից ամեն մեկը ուզում է, որ Տերը նայի, ոնց որ Հիսուսին նայեց ու ինչ ասեց, դա իմ սիրելի որդին է, որի վրա է իմ հաճությունը։ Հավատում եմ, մեզանից ամեն մեկը ուզում է, որ Տերը հենց այդպես նայի քեզ ու հավանի քեզ։ Բայց դրա համար մի բան կա, մենք դաս պիտի վերցնենք ստեղից։ Դասը հետևյալն է, որ ես ու դու պետք է նայենք, Տեր, այն ինչ որ տալիս ես, ինչպես են վարվում քո տվածի հետ։ Իմ աղբերներս երկուսը երբ որ խոսացին, երբ որ մենք գնանք, այս հենց նույն կերակուրն է, որ մենք վերցնում ենք ու պիտի մտածենք, այն որ ես գնում եմ, հեսա ծառայությունը կվերջանա, ամեն մեկս կգնանք, ինքներս մեր հետ կմնանք, ինչպես վարվեցինք Տիրոջ տվածի հետ այսօր, ինչ ենք անելու։ Լավ, մի հատ էլ խմբակում քննարկեցինք, հետո Աստծո ուզածը իմ ու քո կյանքի համար ուրիշ է։ Դարձնես քո համար կյանք։ Գիտեք, շատերը, օրինակ չգիտեմ, ով ոնց, ես շատերից եմ լսել, որ շատերը մեղադրական առումով սենց են ասում։ Զարմանալի է Իսրայելի ժողովուրդը։ Ոնց կարա մարդը Աստծո հրաշքը տենա Աստված իրանց հետ քայլում է, բայց մեղ գործի։ Ժորդ մեզանից հեռու չի։ Հələ քննենք մեր կյանքը։ Քանի անգամներ է Տերը մեր կյանքի մեջ հրաշք արել։ Բացարձակ Տիրոջ ձեռքը տեսել ենք մեր կյանքի մեջ։ Մեր երեխեքից սկսած, մեր ընտանեկան կարգավիճակներից մեջ ամեն օր, ամեն տեղ մենք շատ բաներ կարանք վկայենք ու ասենք, թե Տերը մեր կյանքերի մեջ ինչեր արել, որ ինչ լինի, այդքանը արել է ինչի համար։ Տերը սիրում է, արել է, բայց քեզանից ու ինձանից ակնկալիք ունի, որ մենք իր ուզածի պես քայլենք ու ապրենք։ Եթե մենք չենք ապրելու, դրա համար է խոսք ասում, քանի որ դարերի վերջը հասել է, այս ամենը ինչ որ կատարում էր իրանց հետ, մեր օրինակի համար եղավ, մեր խրատի համար եղավ, որպեսզի մենք չլինենք ընենց ոնց որ իրանք էին։ Բայց ուրիշ բան եմ ուզում ասեմ այս ուղղությամբ։ Ուրեմն ես չեմ ուզում շատ երկար կարդամ, եկեք 18 համարից կարդամ, լավ։ Նայեցեք մարմնավոր Իսրայելին, չէ որ զոհվածներ ուտողները նրանց սեղանին հաղորդակից կլինեն։ Ուրեմն ինչ ասեմ, կուրքը մի բան է կամ կուրքի զոհվածը մի բան է, բայց այս կասեմ, թե այն բաները, որոնք հեթանոսները կզոհեն, դևերին կզոհեն, ոչ թե Աստծուն։ Ու չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք։ Չեք կարող խմել Տիրոջ գավաթը ու դևերի գավաթը։ Չեք կարող վայելել Տիրոջ սեղանից ու դևերի սեղանից։ Նախանձի գրգռենք Տիրոջը, միթե մենք նրանից զորավոր ենք։ Տարիներ առաջ, եթե փորձեմ թվականով ասեմ, կլիներ երևի մոտավորապես
10 թվականի մոտերը։ Իմ աշխատանքի վայրում, որտեղ որ աշխատում էի այդ ժամանակ, հիշում եմ, որ մի հատ հենվելու տեղ կար, ուղղակի սենց հենված նայում էի, եթե մտածեմ, որ ուղղակի աղոթում էի, հոգևոր ինչ-որ բանի վրա էի մտածում, ժորդ, սրանից վերև ուրեմն բաներ ասում, որ օրհնության գավաթը, որ մենք խմում ենք, չէ որ Քրիստոսի արյան հաղորդությունն է, ու այս հատվածը շատ է կարդացվել հաղորդությունների ժամանակ։ Ու հետաքրքիր էր իմ այդ հենված ժամանակ հանկարծ Սուրբ Հոգին իմ հետ խոսաց։ Ասաց Գարիկ, դու չես կարա համ դևերի սեղանից օգտվես, համ իմ սեղանից օգտվես։ Գիտեք, ես միշտ մտածում էի, դե էսի հենց հաղորդությանն է վերաբերում, բայց երբ որ այդ օրը Սուրբ Հոգին ասեց, ես ուրիշ բան հասկացա։ Ժորդ, երբ որ հենց հիմա մենք Տիրոջ սեղանից օգտվում ենք, բայց երբ որ ստեից դուրս գանք, դևերը սեղան ունեն առաջարկելու։ Դևերը գավաթ ունեն մեզի առաջարկելու։ Մենք չենք կարա համստե Տիրոջը վայելենք, այդ գավաթից խմենք, այդ կերակուրից ուտենք, համ էլ դուրս գանք գնանք, չգիտեմ որտեղ, դևերի առաջարկածներ անենք։ Ու վերջում ինչ ասում, նախանձի ենք գրգռում Տիրոջը, միթե մենք նրանից զորավոր ենք։ Այսինքն Արմենի ասած այդ արդար դատավոր լինող Տերը, իր վերջի կետը որն էր, ինքը համբերող ու սպասող Աստված է, հնարավորություն տվող Աստված է։ Հնարավոր է, որ մարդը սխալվի, հնարավոր է, որ մարդը ինչ-որ բանի մեջ ընկնի, բայց հավատում եմ Աստծո ակնկալիքը ինձանից ու քեզանից մեկն է, այն է, որ ես ու դու պետք է որոշենք, որ Տեր, ես սենց չեմ ուզում մնամ։ Մենք շատ լավ գիտենք, եթե, չգիտեմ, ամեն մեկս էլ այս միտքը կարանք, էլի, ժամերով խոսանք։ Մարդը մեղանչական էություն ունի։ Հնարավոր է, էլի մարդը ընկնի մեղքի մեջ։ Բայց ուզում եմ մի բան ասեմ։ Աստված այս կարգը եկեղեցում սրա համար է դրել, որ իր խոսքի զորությունը մեր կյանքի մեջ բերելով փոխի մեզի։ Գիտեք, շատ անգամ խի մարդը չի փոխվում, որտեղ ստեղ հավանում է ուղակի խոսքը, ոչ թե փափագելով գալիս ասում է Տեր, ուզում եմ փոխվեմ։ Տեր, ուզում եմ իմ կյանքը վերականգնվի, ուզում եմ, որ ես նորոգվեմ քո առաջ։ Արամը, երբ որ խոսում էր Աստծուց կարճած լինելու մասին, եկեք քննենք մեզի, էլի։ Ինքդ քեզ հենց հիմա բռնացրու, կարճած ապրում ես, թե այդ թեն դու նայի։ Ժողովուրդ, մենք կարանք շատ սիրուն բաներ խոսանք։ Մենք կարանք շատ սիրուն խոսքերին այո եւ ամեն ասենք, բայց մեր այո եւ ամենը մեր կյանքը ապրելու մեջ պետք է լինի։ Ինչքան ուզում ես բարձր ասա այո եւ ամեն գեղեցիկ խոսքի։ Ես ես վերջերս միտեղ էի ասում։ Ասում գիտեք, որ մեր սիրուն խոսքերի ժամանակ Աստված չի փշաքաղվում մեր նման։ Չի ասում այս ինչ ուժեղ բան ասեցիր։ Աստված ողնուծուծով գիտի մեզի։ Այն որ այդ սիրուն բանը ասեցիր, հենց այդ նկատի ունեիր, թե ուղղակի խոսքեր ասեցիր։ Տարիներ առաջ Աստծո առաջ կայնած աղոթքիս մեջ ասում էի, Տեր, ես քո կարիքն ունեմ։ Ու հանկարծ Սուրբ Հոգին ինձ ասեց, կարիքավոր մարդ տեսել ես։ Ու աշկիս առաջ եկավ մեկը, որ ահավոր կարիքի մեջ ամեն ինչ անում էր, որ թե հագնվեր, թե ուտեր, թե չգիտեմ, տաքանար, ասացի Տեր, հա, տեսել եմ։ Ու Տերը ինձ մի բան ասեց։ Արդյոք հենց այդ մարդու պես փափագում ես ինձի։ Այդ բան ես ինքս ինձ բռնացեցի, որ տեսա չէ, ասի չէ Տեր։ Ուղղակի գեղեցիկ խոսք ասում էի։ Ես ապաշխարեցի այդ օրվա իմ ասածից։ Գիտեք, ես ինչի համար եմ ասում։ Ժողովուրդ, մենք այն ինչ որ անում ենք, այն ինչ որ ասում ենք, Աստծո ակնկալիքը մեկն է, որ հենց այդ նկատի ունենանք, ոչ թե ասենք ասելու համար, կամ, չգիտեմ, գալիս ենք խոսքը լսում ենք ու գնում ենք, ոնց որ Հակոբոսի մեջ ասում, խոսքը ասում միայն մի լսեք, ինքներդ ձեզ խաբելով։ Եթե մենք Աստծո խոսքը պետք է լսենք, այստեղ այո եւ ամեն անենք ու դուրսը մեր կյանքը ցույց չտա, ով ենք իրականում մենք։
Գիտեք, երբ որ մենք խոսում ենք արթնության մասին, արթնությունը ո՞նց է սկսելու։ Ես հավատում եմ արթնությունից առաջ Տեր իր ժողովրդին սրբում է։ Որտեւ իր փառավոր ներկայությունը որ գա, կարող է շատերը չդիմանան։ Աստված ուզում է, որ մենք այդ սրբության ճանապարհով գնանք, ինքներս մեր հետ աշխատենք։ Այն կերակուրը, որ մենք ուտում ենք, այն խմելիքը, որ մենք խմում ենք, չլինի թե Տերն ասի չեմ հավանում։ Հակառակը Տերը ուղարկում այս խոսքը մեզի, ոնց որ ամեն օր Իսրայելի ժողովրդին մանանա էր կերակրում, երկնքից։ Առավոտը արթնանում էին, տենում էին իրենց հացը պատրաստ է։ Տերը եկել էր կերակրելու իրենց։ Ժողովուրդ, ուզում եմ այդ բան հարցնեմ։ Եղել է մի կիրակի կամ մի պաշտամունք, որ չկերակրվենք։ Սոված եկել ենք հոգևոր, տենց սովածել եթում ենք։ Ես հավատում եմ Տերը ամեն կիրակի պատգամ է փոխանցում։ Ամեն կիրակ ինքը ուղղակի իր ուտելիքը ուղարկում է իր ժողովրդին։ Նպատակը ո՞րն է։ Նպատակը այն է, որ ես ու դու պետքա փոխվենք։ Մի հատ համարել կարդանք իրար հետ։ Էլի զգուշացնող համարը։ Եբրայեցիս 6-րդ գլուխ։ Յոթերորդ համարը։ Որովհետև այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը խմի եւ արդյունք կբերի պիտանի նրանց համար կմշակվի, որոնց համար կմշակվի, Աստծուց օրհնություն կընդունի։ Բայց այն որ փշեր եւ տատասներ կաճեցնի, անպիտան է ու անեծքի արժանի եւ պիտի այրվի։ Շատ անգամ երկիրը եթե Աստծո ուղարկած անձրևը խմի ու համապատասխան պտուղը արդյունքը չտա, պիտանի բան։ Այս ում մասին է ասում։ Հավատացեք, սովորական երկրի մասին չի ասում։ Մենք ենք այդ երկիրը, որ Տերը ամեն անգամ իր անձրևը մեր վրա բերում։ Ու ինքը ուզում է, որ մենք իրան պիտանի, օգտակար, արժեքավոր պտուղ բերենք։ Ու երբ որ մենք այս պտուղը չենք բերում, հակառակ մի բան ասում, հապա փուշ ու տատաս կաճեցնում։ Անեծք ու կրակի այրում է լինում։ Ժողովուրդ, մենք պետք է զգուշանանք։ Մեր գործը մարդու հետ չի, այլապես շատ հեշտ կլներ։ Մեր գործը Տիրոջ հետ է։ Մենք Տիրոջ խոսքի հետ էլ պետք է ճիշտ վարվենք։ Մենք չենք գալի եկեղեցի, որ ուղղակի ժամանակ անցկացնենք գնանք։ Ես շատ տեղեր, մանավանդ ժամանակի կառավարման թեմայի մեջ ես միտքը շատ եմ ասում։ Եթե դու գալու ես եկեղեցի ուղղակի գալու համար, դու քո ժամանակը ամբողջությամբ կորցնելու ես, հետո վերջում որ կայնես Տիրոջ առաջ ափսոսելու ես այն օրերի, այն ժամանակների համար, որ դու խելամիտ ձևով չես վարվել։ Ժողովուրդ, ուզում եմ, որ մենք այս բանը մեր սրտերի մեջ տնենք։ Տեր իր անձրևը մեր կյանքերի վրա ամեն օր բերում է։ Իր օրհնության անձրևը։ Այն մի քիչ առաջ որ Արամ ասում էր, բժշկության կարիք մենք բոլորս, օրինակ շատերը, որ մի խոսանք ամեն մեկ ինչ որ մեծ խնդիր։ Ուզում հարցնեմ, ինչ ես կարծում, Տերը քո խնդիրների մասին չգիտի, թե անտարբեր է քո նկատմամբ։ Չգիտի։ Բաներ կա, որ մենք պետքա փորձենք հասկանանք, Տեր, խի, ինչն է պատճառը։ Լավ, որ ճանապարհով պետքա գնամ, որպեսզի իմ կյանքի հետ պատասխանը ես առնեմ։ Այնքան պետքա փնտրենք, Տերը խոսացող Աստված է, գիտեք։ Շատերի մոտ կարծիք կա, որ մենք խոսում ենք, Տերը չի խոսում, դες ոնց կլինի։ Եթե Տերը մեզ խոսացող է ստեղծի, ուրեմն ինքն էլ է խոսում։ Մենք պետքա լսենք, թե Տերը ինչ է ասում մեզ։ Մեր զույգերը երբ որ ծնվել էին, ես էլ ասեմ ու աղոթենք իրար հետ։ Իրանք երևի արդեն 4-5 ամսական էին, երբ որ մենք գրկում էինք ու հենում էինք մեր ոտքերի վրա, իրանք ոտքերը իրանք չէին ձգում։ Իրանք թույլ սենց իրանք ոտքերը։ Ու մենք անհանգստանում ենք ու հիշում եմ, որ այդ օրը որ
դե շատ էինք սպասում, հալավ երբ են էս երեխեքը ձգվելու։ Հիշում եմ այդ օրվա աղոթքը, որ ես ու Վարդուհին աղոթում էինք։ Մենք Աստծուն ասում ենք Տեր, մենք չենք որոշել, որ պետք է զույգ ծնվեն իրանք։ Ու մենք չենք ուզում, որ մեր երեխեքը ուղղակի անդամալուց մեծանան։ Ու երբ որ հետաքրքիր է, երբ որ մենք աղոթեցինք, բայց պետքա որոշել էինք, որ հաջորդ օրը պետքա տանենք Երևան հիվանդանոց, ու առավոտը երբ որ զարթնեցինք ու երեխեքին պետքա հագցնենք, որ գնայինք, հենց Վարդուհին վերցրեց գրկեց առաջին երեխուն, հենեց իր ոտքերին, որ պետքա հագցնի, տեսավ ոտքերը ձիգ կայնավ։ Հետո մեկ էլ մյուսը, ու մենք այդ պահին ուղղակի տեսանք Աստծո փառքը, ու գիտեք ինչն էր հետաքրքիրը, այնպես չէր, որ դրանով ամեն ինչ վերջացավ։ Երբ որ իրանք դարձան արդեն 1 տարեկան, մենք այն ինչ որ իրանց հետ խոսում ենք, իրանք չէին արձագանքում, ընդհանրապես։ Ու այդ ժամանակ մենք թե իրանք ժամանակից շուտ էին ծնվել ու մենք հասկանում ենք, որ գուցե խնդիրներ կլինի իրանց մոտ։ Բայց մեր համար մենք մտածում ենք, Տեր, մենք չենք ուզում, որ մեր երեխեքը մտային խնդիրներ ունենան։ Ու հետաքրքիր էր, որ մենք էլ իրար հետ միաբան սկսեցինք կանչել Տիրոջը, Տեր, այցելի, մենք չենք ուզում մեր երեխեքս, դու ես որոշել, դու ես տվել։ Մենք չենք փափագել, մենք դրա համար չենք խնդրել քեզի, որ զույգ լինեն, չգիտեմ, մենք սրանով չենք ուզեցի անցնենք։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիրը, մեր աղոթքի հենց հաջորդ օրը մի հատ գետնին մի հատ խաղալիք էր ընկած ու Վարդուհին ասաց Միքայել այն խաղալիքը գնա բեր։ Ինքը միանգամից արձագանքեց, թեքվեց, նայեց իր մորը ու գնաց վերցրեց բերեց տվեց մորը։ Ու նույն բանը մենք արեցինք Դանիելի հետ կապված։ Ու տեսանք Տեր իրանց էլի բժշկել է։ Գիտեք, եթե ես էլ եմ ասում մեր 6 երեխեքի հետ կապված, մեր Դավիթը ստեղ է։ Ցանկացածի հետ կապված ես կարամ ասեմ, թե Տեր ինչ հրաշքներ արել մեր կյանքում։ Ժողովուրդ Աստված մեզ շատ է սիրում։ Ու իր ակնկալիքը իմ ու քո համար հետևյալն է։ Իմ խոսքը վերցրու ու ապրի։ Ու քո կյանքում ինչ խնդիրներ կունենաս, ինչ դժվարություններ կունենաս, ինչերով որ դու կանցնես, ես քո հետ կլինեմ։ Գիտեք, երբ որ մի քիչ խիստ է հնչում իմ ասածը, երբ որ մենք իր խոսքի հետ ճիշտ չենք վարվում, բայց կարիքի ժամանակ գալիս ենք Աստծո մոտ, դա նման է, որ մենք Աստծուն ասենք, Տեր, մեզ չի հետաքրքրում քո խոսքը, ես այս խնդիրն ունեմ, այս խնդիրս լուծի։ Աստված չի ուզում, որ մենք իր հետ այդպես վարվենք։ Աստված ուզում է, որ մենք ամեն ինչի մեջ իրան ասենք, Տեր, եթե իմ համար դժվար է, հիմա չեմ կարում, օգնի, որ ես կարողանամ։ Գիտեք, Ովսեի մարգարեության մեջ մի բան ասում, ուստի քո Տեր Աստծո օգնությամբ դարձիր քո Տիրոջը։ Գիտեք, ես ինչ նշանակում, անգամ Աստված մարդուն առաջարկում է, արի քեզ օգնեմ, որ դառնաս ինձի։ Հասկանում եք Տերը ուր կարա գնա, ու ինչի համար, որովհետև ինքան սահման սիրում է մեզ։ Ժողովուրդ ասելուց նպատակը այն է, երբ որ կերակրվում ես, դրա հետ ճիշտ վարվի, պինդ բռնի քո կյանքի մեջ։ Վերցրու ասա Տեր, չգիտեմ որտեղից պետք է սկսեմ, բայց օգնի, որ սկսեմ։